Ղարաբաղից բռնի տեղահանված կանայք մայրության և գեղեցկության տոնին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուշադրության կենտրոնում էին։ Նրանք հավաքվել էին մեկ հարկի տակ սոցիալական տարբեր խնդիրներ բարձրաձայնելու և լուծումներ գտնելու ակնկալիքով։ Հիմնականում բարձրաձայնվող խնդիրները վերաբերում են սոցիալական տարբեր հարցերի, նրանց իրավունքներին առնչվող տարբեր սոցիալ-տնտեսական ասպեկտների, զբաղվածության հետ կապված հարցերի եւ այլն։ Կարծում եմ դրանք հարցեր են, որոնք միանշանակ պահանջում են թե այս րոպեական, թե նաև շատ երկարաժամկետ լուծումներ եւ կարեւոր եմ համարում, որպեսզի այդ լուծումները հնդածես եւ ոչ միայն մեկ օրվա կտրվածքով, այլ շարունակական եղանակով լուծումներ ստանան։ Բարձրաձայնվող խնդիրների շրջանակը լայն է՝ սոցիալական աջակցությունից մինչև զբաղվածության, բնակարանային ապահովումից մինչև հոգեբանական վերականգնում։ Սակայն ըստ Մանասյանի ամենամեծ խնդիրը հաճախ ոչ թե լուծումների բացակայությունն է, այլ դրանց մասին իրազեկվածության պակասը։ Հետևաբար առաջին հերթին սա շատ կարևոր է միմյանց լսելու, երկխոսության հարթակ ունենալու տեսանկյունից, բայց երկրորդ հերթին կարևոր է նաև արձանագրված խնդիրների հետ կապված լուծումներ փնտրելու տեսանկյունից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով իրենց գերատեսչությունը ամենօրյա ձևաչափով զբաղվում է բռնի տեղահանված անձանց առնչվող գրեթե բոլոր խնդիրների հասցեագրմամբ ու լուծմամբ։ Իրականացվող ծրագրերն ըստ նախարարի տարաբնույթ են։ Այսօր էլ մենք մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ նաև օրվա խորհուրդը հաշվի առնելով, քանի որ ապրիլի 7-ն է, հանդիպում ենք տեղահանված կանանց հետ, որպեսզի եւ ներկայացնենք մեր ծրագրերը եւ լսենք նրանց հարցերը։ Բոլոր խնդիրներն էլ կարեւոր են, մեր մասով բնակապահովումն է ամենամեծ հարցը, որը աստիճանաբար լուծվում է մեր կողմից իրականացվող ծրագրերի միջոցով։ Միջոցառմանը ներկա էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Շիրակի մարզի Կանանի սոցիալ-հոգեբանական կենտրոնի տնօրենի խոսքով կազմակերպությունը շուրջ 1 տարի է զբաղվում է բռնի տեղահանված անձանց կարիքների բացահայտմամբ։ Ամենահուզող հարցերը թերևս Շիրակի մարզում գործազրկության բարձր մակարդակն է, աշխատաշուկայի սահմանափակ լինելը եւ աշխատավարձի ցածր մակարդակը, որը պատճառ է հանդիսանում, որ շատ արցախցիներ գնան Շիրակի մարզից եւ այսօր 30% արդեն իսկ ընտանիքների Շիրակի մարզից գնացել է։ Մեծ հույս ունենք, որ կմշակվեն այնպիսի զբաղվածության ծրագրեր, որոնք խթան կհանդիսանան, որ տեղահանված անձինք մնան եւ շարունակեն իրենց գործունեությունը Շիրակի մարզում։ Միջոցառման ընթացքում բռնի տեղահանված կանայք հնարավորություն ունեցան տեղում բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, ծանոթացան նաև առաջիկայում սպասվող սոցիալական աջակցության նոր ծրագրերին։ Քրիստինե Թորոսյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։